Հարգելի գործընկերներ, վստահ եմ, որ վերջի 2-3 օրը այցելել եք պարենային խանութներ եւ տեսել եք, թե սննդամթերքի գները կաթ, ձավար, ձու, ձեթ, որքան է բարձրացել։ Ինչ շատ հետաքրքիր է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը ինչ որ քայլեր ձեռնարկելու է այս թանկացումներով պայմանավորված սոցիալական բարդությունները մեղմելու համար, թե դարձյալ մտածում է իր թուրք գործընկերուհու հետ հաջորդ հանդիպման մասին։ Ինչևէ, այսօրվա ճեպազույցի ժամանակ ես ինքս 3 հարց էի առանձնացրել, բայց իհարկե դա չի նշանակում, որ այլ հարցերին չեմ պատասխանի կամ ոմանց նման այնքան կխոսեմ, որ ձեզ հարցերի հնարավորություն չտրվի։ Առաջինը Հայաստան խմբակցությունը ներկայացրել էր քրեական օրենսգրքում փոփոխության առաջարկ, որի նպատակն էր Հայոց ցեղասպանությունը կամ միջազգանորեն ճանաչված այլ ցեղասպանությունները հրապարակայնորեն հերքելու, մեղմացնելու, հավանություն տալու, արդարացնելու կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը, քրեականացնելը առանց անդրադառնալու, թե դա ինչ նպատակ է հետապնդում, որովհետև այսօրվա գործող օրենսդրությամբ այդ արարքները քրեապես հետապնդելի են, եթե նպատակ ունեն թշնամանք հրահրել առանձնաց նկատմամբ ատելություն կամ խտրականություն հրահրել։ Այստեղ երկու հիմնական տարբերություն կար, առաջինը հայոց ցեղասպանությունը առանձնացվում էր, հստակ գրվում ենք, որ կա հայոց ցեղասպանություն, որովհետև գործող կարգավորման մեջ հայոց ցեղասպանությունը առանձնացված չէ, եւ երկրորդը առանց որևէ նպատակի հետամուտ լինելու, ինչի է, եթե մարդը նսեմացնում է, կարևորությունը նվազեցնում է, հերքում է, արդարացնում է, պետք է դատվի։ Մենք այսօր Հայաստանում տեսնում ենք, որ Օվերտոնի պատուհան է բացվում հարցականի տակ դնելու հայոց ցեղասպանության հետևանքները եւ նույնիսկ փորձ է արվում ինչ որ չափով զոհին մեղսակից դարձնել։ Հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը եւ Լեմկինի ինստիտուտի արձագանքը Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Հիշեցնեմ այդ կոչը, հələ մի հատ տեսնենք այդ 1.5 միլիոնի անունները կան թե չէ։ Այս ամեն ինչը պատահական չի արվում, այնպես որ զարմանալի չի, որ թե կառավարությունը եւ թե իշխող մեծամասնությունը դեմ քվեարկեցին, ընդ որում կառավարության արձագանքը ընդհանրապես զավեշտի եւ ցինիզմի գագաթնակետ է։ Մարդիկ մեջ են բերում Աղայանի բառարանը, թե Աղայանը ինչպես է սահմանում խտրականությունը, բայց նենց պատահաբար մոռանում են խոսել Լեմկինի սահմանման մասին։ Մեջ են բերում Փերինչեկի գործան դեմ Շվեյցարիայի, բայց ընդունում են, որ չէ, դա լրիվ ուրիշ թեմա է։ Բայց մոռանում են օրինակ նշել Եվրոպական միության խորհրդի 16771/07 դիրեկտիվը, որտեղ ասում որ պետությունները կարող են պատժել նման վարքագիծ, եթե դա վիրավորական է, այսինքն նույնիսկ եթե հաստատական կարգը խափանման նպատակ չի հետապնդում։ Մյուսը Փաշինյանի մեղմորոր բողոքներ ՄԱԿ-ում, զայրույթներ ԵԽԽՎ-ում եւ ՔՊ-ի հապշտապ հայտարարությունը։ Ու հիշում ենք Շիրազի որն է բաբու մեր հայրենիք բանը։ Հիշում ենք ՄԱԿ-ի գլխավոր վեաժողովի 77-րդ նստաշրջանում, որ Ալիևից էր Փաշինյանը հարցնում, խնդրում ցույց տալ Հայաստանի քարտեզը, այսինքն Ալիևին էր հարցնում, որն է մեր հայրենիք, եւ հիմա մեղմորոր նենց մի քիչ բողոքում է, դե լավ էլի միջանցքբար մի օգտագործի։ Եվ ԵԽԽ-ում այդ զայրույթը ցույց տվեք, որտեղ է միջանցքը։ Գիտեք, միջանցք բառը հնչել է ոչ միայն Ալիևի շրթերից, այլ նաեւ Թրամփն է ասել, կորիդոր, միջանցք, հետո ասել է 99 տարի, հետո էլի ես երկարաձգելու, խոստացել ես, կողքը նստած էր, բա թող ասեր ինչ միջանցք։ Այսինքն այս պայմաններում, երբ նույնիսկ ամենակարևոր հարցերի շուրջ չկա համաձայնություն, հապշտապ, սենց գնալ, ստորագրել, նախաստորագրած թուղթը ներկայացնել որպես խաղաղություն, դա կներեք էլի մարազմ է։ Մյուսը այս ապաշրջափակման հետ կապված, նույնիսկ այս իշխանությունների այսպես թափահարած, այսպես կոչված խաղաղության խաչմերուկը բոլոր կապուղիների ապաշրջափակման պահանջ է ներառում։ Փաշինյանը հունվարի 8-ին այս տարվա ասում ենք առաջարկություն ենք ներկայացրել ուրեմն
Երասխ, Սադարակ, Կորդուբադ, Մեղրի, Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ։ Այն ինչ որ համաձայնեցվել է Ալիևի եւ Փաշինյանի միջև Թրամփի ներկայությամբ, այլ ոչ թե եռակողմ, ընդհանրապես չի անդրադառնում Սադարակ երասխ հատվածին։ Նայեք քարտեզը, այսինքն ինչ են իրանք պատկերացնում, որ ինչ որ մեկը իր բեռները պետք է դնի բեռնատար, գա հասնի Մեղրի, Մեղրից դնի գնացք եւ գնա ուր։ Բա ո՞նց են դուրս գալու Արարատի մարզ։ Կամ ինչ եղավ, ուր կորավ Ղազախով դեպի ուրեմն հյուսիս եւ դեպի արևելք, դեպի Կասպից ծով ճանապարհը։ Այսինքն փորձում են ժողովրդին խաբել, թե եղել է խաղաղություն, թե կա ապաշրջափակում։ Եվ երեկվա այդ հապշտապ նախագիծը մի նպատակ էր։ Այդ տեսել եք, չէ, Տերն ու Ծառան, կամ կարդացել եք, չէ, հեքիաթը։ Ասում է, չէ, աղա ջան, չեմ ջղայնանում, որ հանկարծ Ալիևը չմտածի, որ այդ մեղմորոր բողոքը եւ պորտկումը հանկարծ նշանակում է, որ Փաշինյանը կարող է Ալիևին ասի դե լավ, դե հերիք եղավ։ Եվ երրորդ կետը, գիտեք, մի մարդ, որը խոսում է, ասում է կառավարությունը ես եմ, հանկարծ խոսում է ներկուսակցական ժողովրդավարության մասին։ Շատերս ենք տեսել, թե ինչ տեղի ունեցավ ԿՊ համագումարի ժամանակ, Ստալինի, Խրուշչովի, Բրեժնևի, Գորբաչովի ոճով ծափահարությունները եւ հիմա խոսում է ներկուսակցական ժողովրդավարության մասին։ Ակնհայտ է, որ Ալիևին զիջումները ինքը լրացնում է ներսում բռնակալություն հաստատելու անթակույց ջանքերով եւ այս ամեն ինչը ուղղված է լինելու Հայաստանում կուսակցությունները վերահսկելու, իսկ դաշնակցությունը փակելու ուղղված գործողություններով։